Նյումեգը ներկայացնում է քառօրյա աննախադեպ գիտական շաբաթ նվիրված ցեղասպանության 110-ամյակին ու ցեղասպանագիտությանը։ 4 օր փորձագիտական ու պատմագիտական քննարկումներ եւ 3 նոր գրքի շնորհանդես։ Թաներ Աքչամ ցեղասպան պետության ակունքները, Վահագն Դադերյան հայոց ցեղասպանության պատմությունը, Դեմիրսյոն Մեզ վիրավոր արծիվը։ Ցեղասպանագիտության շաբաթ ապրիլի 21-ին, 22-ին, 23-ին երեկոյան 7-ին, ապրիլի 24-ին 15:00-ին։ Միջոցառման գործընկեր Հայկական բարեգործական ընդհանուր միություն։ Նախագիծն իրականացվում է ՀԲԸՄ դրամաշնորհով։ Դե սիրելի հեռուստադիտողներ, եւս մեկ անգամ բարի առավոտ։ Նյումեգ հրատարակչությունն ու Հայկական բարեգործական ընդհանուր միությունը սկսել են ցեղասպանագիտության գիտական շաբաթ, արդեն տեսանք անոնսում, որ լինելու է հայոց ցեղասպանությանը նվիրված գրքերի շնորհանդեսներ եւ քննարկումներ։ Ապրիլի 23-ին Նյումեգը ներկայացնելու է շվեյցարահայ վավերագրող, լուսանկարիչ Դենիրսյոն Մեզի վիրավոր արծիվով ֆոտովավերագրությունը։ Լուսանկարիչը Արցախյան պատերազմը ներկայացրել է ֆոտովավերագրությամբ։ Նա մեր տաղավարում է եւ հիմա կզրուցենք նրա հետ։ Բարի առավոտ։ Bonjour. Շնորհակալություն հյուրընկալվելու համար եւ շնորհակալություն նաեւ ձեզ թարգմանության համար կիսելու մեր առավոտը։ Շատ հետաքրքիր շնորհանդես է եւ շատ հետաքրքիր աշխատություն իդեպ, փաստավավերագրություն ֆոտոների տեսքով եւ ես կարծում եմ, որ անպայման սա շատ կարեւոր գիծ է, երբ մեր պատմությունը վավերագրվում է հատկապես անզեն աչքով եւ այս դեպքում նաեւ ֆոտովավերագրությամբ ինչպիսի քննարկումներ են տեղի ունենալու, ինչ է սպասվում ընդհանրապես սպասվել եւ տեղի ունենալու շնորհանդեսի ժամանակ։ Quelles sont les discussions qui vont prendre place et qu'est-ce qui va se passer pendant la discussion? Qu'est-ce que tu penses pendant la présentation du livre? Mais j'attends pour son question. Cette question, c'est quoi? La question, en fait, c'est comment va se passer la présentation? Qu'est-ce qu'on va présenter pendant? Merci pour accepter cette plateau. Շնորհակալություն այս հարթակը մեզ տալու համար։ Je suis venu ici pour la présentation de mon livre Aiglon blessé, deuxième édition. Ես եկել եմ այստեղ իմ գրքի, վիրավոր արծիվ գրքի երկրորդ հրատարակության ներկայացումը կատարելու համար։ Je remercie Maison d'édition Newmeg. Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Նյումեգ հրատարակչական տանը։ Et Ougba. Եվ Ուկբային։ Et vous. De 2020, j'ai été au Karabakh. 20 թվականին ես Ղարաբաղում էի։ Comme une journaliste indépendante et photographe, reporter photographe. Ինչպես անկախ լրագրող եւ վավերագրող։ Après la guerre, quand je suis retourné à Genève, je préparais un projet de livre. Պատերազմից հետո ես վերադարձա Ժնև, որտեղ պատրաստեցի մի գրքի ծրագիր։ Ce livre, c'est pas seulement avec les photos. Գրքում ոչ միայն լուսանկարներ են, այլ նաև comme ils ont expliqué, ce livre c'est une photo de l'album. Ինչպես դուք բացատրեցիք, այս գիրքը միայն ֆոտոալբոմ չէ, իրենց ներկայացնում։ Seulement c'est une photo album, c'est pas expliquer beaucoup de choses. Ընդամենը մի ֆոտոալբոմ հրատարակել, դա շատ բան չի բացատրի։ J'ai commencé à écrire le texte, qu'est-ce qui se passait dans la période de la guerre au Karabakh. Այդ պատճառով ես սկսեցի գրել տեքստ, նրա մասին, թե ինչ էր կատարվում պատերազմական Արցախում։ Après, je fais une chronologie, chaque photo, et avec les gens, et chaque photo avec une explication. Այնուհետև ես ստեղծեցի այդ լուսանկարների ժամանակագրական հերթականությունը, ստեղծեցի նաև մարդկանց մասին եւ տեղեկությունը եւ արդեն գրեցի տեքստ ֆոտոների մասին։ Seulement c'est pas les photos de la Artsakh, les photos de l'événement qui s'est passé à Yerevan. Et j'ai été plusieurs cérémonies de l'entraînement de la soldat qui ils ont perdu la vie. Et les communautés arméniennes en Suisse qui ils ont organisé plusieurs événements
contre régime de Aliyev. Ու գրքի մեջ միայն ներկայացված չեն լուսանկարներ Արցախից, այնտեղ նաև կան, ես ներկայի նաև գտնվել Երևանում տարբեր միջոցառումների ժամանակ, գտնվել էի ներկա նաև տարբեր ցերեմոնիաների ու կան նաև փաստարկներ զոհված զինվորների թաղումներից եւ ներկա եմ նաև գտնվել ու լուսաբանել եմ Շվեյցարիայում հայ բնակչության տարբեր մանիֆեստացիաների։ Dans un seul livre, il y a mes articles, il y a aussi sur la guerre, il y a les organisations internationales ont leur opinion et les opinions de la différentes partis politiques en Suisse et les opinions, les politiques, les personnalités politiques et personnalités écrivains, journalistes en Suisse aussi. Et mes analyses dans un livre. Գրքում ոչ միայն իմ հոդվածներն են, այլ նաև տարբեր միջազգային կառույցների, տարբեր շվեյցարական քաղաքական գործիչների, քաղաքական կուսակցությունների, շվեյցարացի գրողների եւ լրագրողների կարծիքները ու իհարկե իմ վերլուծությունները։ Այո, շատ լավ։ Դե միանշանակ կարծում ենք, որ հենց այդպես է, որ գիրքը պատահական չէ, որ նվիրված է հայոց ցեղասպանության 110-ամյակին, ընդառաջ ցեղասպանության օրվան եւ դուք էլ իդեպ Միսիա Դամիր ծնվել եք Թուրքիայում եւ հետաքրքիր է վիրավոր արծիվ փաստավավերագրական գրքում, քանի որ զետեղված են Արցախահայության ճակատագրին վերաբերյալ դրվագներ, տեղեկություններ եւ այլն, ինձ հետաքրքիր է ինչպիսի զուգահեռներ եք տանում Թուրքիայում տեղի ունեցած ցեղասպանության եւ Արցախահայության հետ տեղի ունեցած այս ճակատագրական վիճակները։ Ինչպես եք սա բացատրում։ Bien sûr que ce n'est pas par hasard que la présentation de ce livre se passe pendant la semaine de la commémoration du génocide. Quels sont les parallèles que toi tu es né en Turquie, quels sont les parallèles que tu tires entre les deux événements, les événements de l'Artsakh et les événements que nos ancêtres ont vécu il y a 110 ans? C'est depuis 110 ans, le génocide continue contre notre peuple. Իմ կարծիքով 110 տարի շարունակ արդեն ցեղասպանություն շարունակվում է մեր ժողովրդի հանդեպ։ 19e siècle, le premier génocide contre le peuple arménien, 1915. 19-րդ դարից նույնիսկ կարող ենք ասել, որ սկսվել է ցեղասպանությունը մեր ժողովրդի հանդեպ։ C'est la période de la 2015 jusqu'à aujourd'hui, en Turquie, il y a plusieurs génocides contre les autres minorités. Par exemple, contre les Yézidis, contre la Assyrie, contre Alevi, 1938. Mais aujourd'hui, c'est 2020, 20e siècle, encore continue le génocide contre notre peuple arménien. Ու 15 թվականից էլ Թուրքիայում ցեղասպանվել են տարբեր փոքրամասնություններ ազգային, քուրդեր, եզդիներ, ասիրիացիներ, ալիվիներ, բայց մեր ցեղասպանությունը կարող ենք ասել, որ մինչ օրս շարունակվում է։ Ներողություն, իսկ դուք գիտեիք, որ հետագայում ֆոտոշարքը դառնալու է գիրք եւ ինչպես եք որոշում, թե ինչ պիտի լուսանկարեք, ինչպես եք արխիվացնում լուսանկարները եւ արդյոք հենց դա արվում էր միայն վավերագրություն ստեղծելու համար։ Savez-vous que ces photos deviendraient un livre et alors comment tu l'archivais les photos, comment tu choisissais que photographier et à la fin aussi tu as décidé de faire un livre. Est-ce que c'était le but dès le début? Le début, quand j'étais au Karabakh, dans ma tête, il n'y a pas un projet de livre. Quand je suis retourné en Suisse, après je continue sur ce qui s'est passé en Arménie, au Karabakh et du monde entier. Mais plus je regarde, il n'y a pas beaucoup de documentation sur la Artsakh.
Երբ վերադարձա Շվեյցարիա, շարունակում եմ ծրագրերը Հայաստանի մասին, Արցախի մասին եւ ամբողջ համաշխարհային հարցերով շարունակում եմ ծրագրերով զբաղվել, սակայն զգացի, որ գոյություն չունի այդպիսին վավերագրական ինչ-որ փաստարկ Արցախի մասին։ Après, j'ai décidé de faire un livre pour laisser une documentaire pour le futur. Ու այդպիսով ծնվեց գաղափարը ստեղծելու մի գիրք, որը կդառնար վավերագրական փաստ ապագայի համար։ Եվ անգամ ունի արդեն նաև անոնց, թրեյլեր, որպես այդպիսին տեսագրություն գրքի մասին պատմող։ Ես առաջարկում եմ այս պահին դիտել Դեմիրսյոն Մեզի «Վիրավոր արծիվը» գրքի թրեյլերը եւ շարունակել զրույցը։ Մնացեք մեզ հետ։ Պատերազմը ինչպես կա, առանց ֆոտոշոփի ու խմբագրման, 2023 թվականների ճակատագրական դեպքերը, մարդկանց պատմություններ լուսանկարներով։ Մարտի դաշտ, Ստեփանակերտի փողոցներ, արցախցիներ ու պատերազմի մառախուղով պատված իրականություն։ Հիշողության վկայություն, հարգանքի տուրք, զոհվածներին եւ սթափության կոչ մարդկությանը։ Հայ-քրդական ծագումով շվեյցարացի լուսանկարիչ, ֆոտոլրագրող Դեմիրսյոն Մեզը ծնվել է Կարինում, սովորել Անկարայում ու բնակվում է Ժնևում։ Նա երկլեզու փաստավավերագրական ֆոտոալբոմում վավերագրել է Արցախի անկումն ու ողբերգական իրականությունը։ Դեմիրսյոն Մեզ, «Վիրավոր արծիվը», ֆոտովավերագրություն։ Մենք դիտում էինք Դեմիրսյոն Մեզի «Վիրավոր արծիվը» գրքի թրեյլերը, շնորհանդեսը տեղի ունենալու վաղը երեկոյան 7-ին Հայկական բարեգործական ընդհանուր միությունում։ Շարունակում ենք զրուցել մեր հյուրի հետ։ Գրքի հեղինակի մասնավորապես եւ ինձ հետաքրքիր է որպես այդպեսին ոչ միայն գրքում ձեր տպավորությունների եւ ֆոտոների մասին եք անդրադարձել, այլ նաեւ շատ ու շատ միջազգային քաղաքական արձագանքների եք արձագանքները գրքում առանձնացրել եւ խոսել եք դրանց մասին։ Ինչ եք կարծում, արդյոք այս գիրքը, որի հեղինակն եք, միջազգային իրավունքի եւ հումանիտար կառույցներում կարող է իսկապես որպես փաստավավերագրություն հայ շահը պահպանել եւ միջազգային հարթակներում այն մեր խնդիրը բարձրացնել։ Donc dans ce livre, on ne parle pas seulement de vos impressions et de vos mémoires, mais on parle aussi des retours des organisations internationales. Qu'est-ce que tu en penses? Est-ce que ce livre pourrait servir comme un document factuel pour être utilisé dans des organisations de droit international ou des organisations humanitaires pour servir aux intérêts arméniens et pour donc couvrir le problème d'Artsakh? Oui, ce livre, comme il a dit, c'est une documentaire, c'est une documentaire historique. Seulement, ça n'a pas servi aujourd'hui, pour le futur aussi. Par exemple, 20 ans, 30 ans, 40 ans après, les gens, s'ils ont cherché un document sur le livre de Karabakh, peut-être ils ont utilisé, ils ont pris les arguments, l'exemplaire dans mon livre. Dans mon livre, comme j'ai dit, il y a beaucoup d'organisations, beaucoup de partis politiques, beaucoup les politiciens, beaucoup les gens, les organisations de droits humains. Utiliser mes articles, mes photos, c'est pour les... Իմ գիրքը կարծում եմ ոչ միայն ինչպես դուք ասացիք հանդիսանում է ոչ միայն վավերագրական, այլ նաև պատմական փաստարկ ու կարծում եմ այն ոչ միայն այսօր է օգտագործվելու որպես այդպիսին, այլ նաև 20 տարուց 30 եւ 40 որպես փաստարկ լուսանկարչական եւ տեքստային եւ նշեմ նորից, որ տարբեր կազմակերպություններ, տարբեր քաղաքական գործիչներ եւ քաղաքական մարմիններ օգտագործել են հենց իմ լուսանկարներն ու տեքստերը իրենց արգումենտներում, իրենց հոդվածներում եւ այլն։ Dans ce livre, déjà, ils ont fait bon succès. Les médias suisses, ils parlent trop dans mon livre. Mon livre, déjà, il est dans plusieurs bibliothèques internationales. Par exemple, comme j'ai dit, c'est Bibliothèque de la Nations Unies, Bibliothèque de la Nationale Suisse, Bibliothèque de la
différentes organisations internationales, il prend sa place dans une bibliothèque. Ու նաև այս գիրքը շատ մեծ հաջողություն է տեսնում համաշխարհային հարթակներում, հենց Շվեյցարիայում ինքը արդեն իր տեղը գտել է ազգային գրադարանում, այն իր տեղն է գտել ՄԱԿ-ի գրադարանում ու տարբեր միջազգային կազմակերպությունների հարթակներում։ 2021, c'est 4 photos sélectionnées par la Suisse Press Award. Après, ils ont exposé 4 mes photos dans différents 4 musées internationaux en Suisse. Depuis une année, ils ont exposé. Եվ նաև 21 թվականին իմ շվեյցարական ԶԼՄ, որ կոչվում է ավարտ, օգտագործել է իմ լուսանկարներից 4-ը որպեսզի ցուցադրի ամենահայտնի թանգարաններում եւ ընդամենը 1 տարի է, որ իրենք էլ չեն ցուցադրվում, երկարաժամանակ տևել է այդ ցուցադրությունը։ Վաղը ձեր գրքի շնորհանդեսն է ապրիլի 23-ին, ու դուք եթերից կարող եք հրավիրել են մարդկանց ձեր ընկերներին, ում լուսանկարել եք։ Donc, demain, c'est la présentation du livre. Tu peux, dès ici, inviter les gens, tes amis ou peut-être les gens que tu as photographiés. Je n'ai pas compris. Tu peux faire une invitation. Donc, demain oui, aussi. bien sûr. Déjà, Nivmek, ils ont fait bonne publication partout. C'est moi aussi, j'ai envoyé plusieurs invitations, mes amis qui ici, les journalistes, les photographes, les écrivains qui vivent à Yerevan aussi. J'espère que ça passe bien, ça passera bien. Այո, նախարարին շնորհակալություն եմ հայտնում Նյումեգին, որովհետև շատ հրավերներ են ուղարկել իրենց ընթերցողներին եւ նաեւ համայն հասարակությանը։ Ես ինքս նույնպես հրավիրել եմ ու այս պահին էլ հրավիրում եմ իմ ընկերներին, ովքեր գրողներ են, լուսանկարիչներ են կամ նաեւ հետաքրքրված են այս թեմայով ու ապրում են Երևանում ու հույս ունեմ ամեն ինչ լավ կանցնի։ Մենք շնորհակալ ենք ձեզ, այո, համեցեք։ Ce livre, c'est le premier livre qui est publié après la guerre de Artsakh. Կուզեմ նշել, որ այս գիրքը առաջինն է, որը հրատարակվել է Արցախի պատերազմից հետո։ Il n'y a pas autre livre avec les photos, avec les textes. Եվ ուրիշ գիրք չկա լուսանկարներով եւ տեքստով այդ թեմայով։ Plus le livre c'est comment il s'appelle, ça veut dire que j'ai été sur place, je prends les photos, je regarde ce qui s'est passé et je continue l'activité à Yerevan. Après, c'est en Suisse. Ça, c'est une période depuis 2020 jusqu'à 2023. C'est la période de la guerre, période de l'occupation, blocus et occupation. C'est une livre qui explique toutes les histoires de la passée au Karabakh. Ու վերջին բանը, որ կցանկանայի նշել գրքիս մասին, դա այն է, որ ես 20 թվականից տեղում եմ եղել, ես տեսել եմ, հետո վերադարձել եմ Երևան ու հետո Շվեյցարիա եմ գնացել ու լուսաբանել եմ այս գրքի մեջ ամեն ինչ որ կատարվել է 20 թվականից, պատերազմը, շրջափակումը, բռնազավթումը ու այդտեղ եմ տեսնում այս գրքի կարևորությունը։ Այո, իսկապես շատ կարևոր է հայի մասին, արհավիրքների մասին եւ ընդհանրապես այն խնդրի, որը ցեղասպանական է եւ թուրքական վիճակների մեջ, սա իսկապես փաստավավերագրություն է եւ փաստարկ աշխարհի նկատմամբ եւ մնացած տարբեր միջազգային հարթակներում։ Շատ շնորհակալ ենք նմանատիպ աշխատության համար եւ շնորհակալություն, որ եկաք եւ պատմեցիք ինքներդ։ Votre invitation, votre accueil. Շնորհակալություն ձեր ընդունելության համար։ Այո, դե ինձ սիրելի հեռուստադիտողներ, եւս մեկ անգամ մենք զրուցում էինք Դեմիր Սյոնմեզի հետ, նա շվեյցարահայ ֆոտոլրագրող է, իր վիրավոր արծիվը գրքում ֆոտովավերագրությամբ ներկայացրել է Արցախյան պատերազմը։ Գրքի շնորհանդեսը կլինի վաղը երեկոյան 7-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության շենքում Մելիք Ադամյան 2 կոտորակ 2 հասցեում։ Մեր օրերում չափազանց կարևոր է պատմության վավերագրումն ու հանրահռչակումը։ Դե ինչ սիրելի հեռուստադիտողներ, զրույցից հետո շարունակում ենք հագեցած եթերը, դեռ շատ անելիքների դեպ ունենք, կարճատև դադարից հետո կվերադառնանք մեր ընթացքին, այնպես որ այս պահին գովազդ է։